Տիկին Հովսեփյան, Ուժեղ Հայաստան խմբակցությունը ձեզանից ակնկալում է, որ դուք կակտիվացնեք աշխատանքները հանձնաժողովի, մենք գիտենք, որ տարվա սկզբից ընդամենը 1 հանձնաժողովի նիստ է եղել, անցած տարի ընդամենը 4 հանձնաժողովի նիստ է եղել, նախանցած տարի ընդամենը կարծեմ 4 հանձնաժողովի նիստ է եղել, միևնույն ժամանակ կան բազմաթիվ ինստիտուցիոնալ պրոցեսներ, որոնք կարելի է ակտիվացնել, արագացնել, օրինակ, դատական համակարգի եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, տնտեսական տարբեր գործառույթների չափանիշներին համապատասխանեցումը, նաև կրթական ռեֆորմների մեջ մեծ մասնակցությունը։ Մենք ձեզ առաջարկել ենք այն պատճառով, որ դուք ցույց տաք, իրապես ցույց տաք, թե ինչ է դիվերսիֆիկացիան աշխատանքով եւ ոչ թե քաղաքական միայն դիվերսիֆիկացիան, որի արդյունքում մենք ունենում ենք կորուստներ։ Մենք պետք է աշխատանքային դիվերսիֆիկացիա ցույց տանք, տնտեսության դիվերսիֆիկացիա, եթե տեսնում եք հնարավորություն, ինչքան հնարավոր է շատ ապահովեք տնտեսական համագործակցության ուժեղացումը եւ նաեւ այլ ոլորտների, որովհետեւ մենք Հայաստանը տեսնում ենք ինստիտուցիոնալ առումով եվրոպական երկիր, իսկ քաղաքական առումով ռեալ պոլիտիկից ելնելով պետք է հասկանանք։ Շնորհակալ եմ։ Տեսեք, դժվար է ձեզ հետ չհամաձայնել, որովհետև համոզված եմ, որ պետության համար երկու կարևորագույն ոլորտներից մեկը տնտեսությունը եւ անվտանգությունը իրար հետ փոխկապակցված են։ Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն։ Երբ որ դու թույլ ես, քեզ հետ հաշվի չեն նստում, քո փոխարեն որոշումներ են կայացնում, քո փոխարեն քո արժև դնում են նախապայմաններ, քո արժև դնում են արդեն իսկ ընդունված որոշումներ եւ քեզնից մնում է դա միայն ընդունել։ Հետևաբար, երբ որ դու ունենում ես ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսության մի կարևորագույն բաղադրիչը հենց դիվերսիֆիկացիան է, ես համոզված եմ, այդպիսով մենք կարողանալու ենք ավելի համապարփակ, ավելի ուժեղ առհասարակ պետություն ունենալը։ Այո, տնտեսական դիվերսիֆիկացիան մեզ համար կարևորագույն ուղղություն է եւ ես առնվազն ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, անկախ նրանից հանձնաժողովի նախագահ կընտրվեմ, թե ոչ, որ հանձնաժողովում էլ որ ես լինեմ, ես իմ գործունեությունը ծավալելու եմ հենց նաեւ այդ ուղղության միտված։ Շնորհակալ եմ։ Արձագանք Չկա արձագանք, շնորհակալություն։